Շնորհակալություն, խնդրեմ Նիկոլ Փաշինյան, պարոն Փաշինյան։ Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք, երեկվան իստում առաջին ընթերցման ընդունված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծում վերջին 12 ժամվա ընթացքում կառավարությունը կատարել է մի լրացում փոփոխություն, որը կարելի է վերնագրել այսպես. Хотели как лучше, получилось как всегда. Ինչի մասին է խոսքը, ինչ փոփոխություն է արվել, ես փորձեմ ներկայացնել ոչ թե իրավակիրառ, այլ առօրյա լեզվով։ Պատկերացրեք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում կամ որևէ դատախազությունում կա երկու դատախազ, որոնք նստում են կողք կողքի հարևան սենյակներում։ Երկուսի 20 տարվա աշխատանքային ստաժն էլ լրանում է 2017 թվականի հուլիսի 1-ին։ Այսինքն երկուսը նույն հավասար պայմաններում են։ Նրանցից մեկը սակայն իր այս նախագծով իրավունք է ձեռք բերում ստանալ 400,000 դրամ ներողություն թոշակ, երկարամյա ծառայության կենսաթոշակ։ Մյուսը դրանից ուղիղ կեսը 200,000 դրամ կենսաթոշակ։ Հիմա հարց, որն է տարբերությունը այս երկու հարևան սենյակներում նստած նույն դիրքը, նույն պաշտոնը, նույն հավասարազոր պաշտոն ունեցող երկու դատախազների միջև։ Տարբերությունն այն է, որ նա ով պետք է ստանա 400,000 դրամ, նա դատախազություն նշանակվել է աշխատանքի եկել քննչական կոմիտեից։ Այս մեկը միշտ աշխատել է դատախազությունում, ստանում է 200,000 դրամ, այս մյուսը, որ եկել է քննչական կոմիտեից, ստանում է 400,000 դրամ։ Ահա այսպիսի սոցիալական երաշխիքների եւ հանձնաժողովի նախագահն էլ ասում է բոլորին ուզում ենք նույն դաշտը, հավասարության դաշտ բերենք։ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես այս ոլորտի օրենսդրությունը, որ նայում ենք, մենք տեսնում ենք, որ բոլոր քննիչները հավասար են, իսկ քննչական կոմիտեի քննիչները մի փոքր ավելի հավասար են։ Այսինքն սա ինչ տրամաբանություն է, ինչ տրամաբանության բարվում ընդհանրապես անհասկանալի է եւ կարծում եմ, որ եթե հենց ուղակի տեքստային նայենք, ելի բացատրությունը չեն գտնի, բայց եթե քաղաքական, ներքաղաքական կոնյունկտուրան, ինտրիգները, հարաբերությունները իմանանք, կարծում ենք գիտենք, թե ինչի է քննչական կոմիտեի հետ կապված մարդիկ առավել արտոնյալ կարգավիճակ ստանում, երբ որ Աղվան Հովսեփյանը դատախազության գլխավոր դատախազ էր, այդ ժամանակ դատախազության ներկայացուցիչներին ավելի արտոնյալ կարգավիճակ ստանում, հիմա քննչական կոմիտեում է, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ եւ կարծում եմ այս իրավիճակը շատ լավ գիտի նաեւ կիրառական պրակտիկայում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ ներկայումս ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը։ Շնորհակալություն, մենք դեմ ենք քվեարկել։